Երկրորդ իմաստով վերստին ծնունդը նաև նոր մարդ դառնալ է, այսինքն ապաշխարության։ Հիշում եք Հիսուսի զրույցը Նիկոդեմոսին, ասում է, թե մեկը նորից չծնվի, չի կարող երկնքի արքայություն մտնել։ Նիկոդեմոսն ասում է, բայց մեծ մարդը ո՞նց կարող է մոր որովայնը մտնել նորից ծնվել։ Եվ Հիսուսն ինչ է ասում, երկրավոր բաներ եմ ասում, չես հասկանում, բայց երկնավորները որ ասեմ ինչ պիտի անես։ Ուրեմն մարդը միշտ այդ դժվարությունն ունի։ Դրա համար նաև Պետրոս Արաքյանն ասում է, մկրտությունը լցնույն օրինակի ապրեստում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Ուրեմն հանձնառությունն է, որ դու մկրտությամբ զինվորագրվում ես Քրիստոսի բանակին, իբրև քրիստոնյա ապրելու, գործելու եւ այդպես ապրելու համար։ Ուրեմն մկրտուն հետո մարդը, երբ որ նորից մեղքի մեջ հայտնվում է, արդեն Սուրբ Հոգու շնորհը գործում է մարդու մեջ, որ ինչ է լինի, մարդը միայնակ չի այս աշխարհի մեջ։ Ուրեմն վերանորոգում է անդադար կամ նորոգում է, որպեսզի կերպարանափոխվես։ Եթե այս նորոգությունը չլինի, մենք չենք կարող փրկություն ունենալ։ Եվ մինչև մեր կյանքի վերջ։ Եվ դրա համար նաև Կորինթաց նամակի մեջ ասում է դրա համար է չենք տկարանում, այլ թեպետ եւ մեր այս արտաքին մարդը օրեցօր քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգում է օրստորը։ Այսինքն ֆիզիկապես ճիշտ է մենք հասունանում ենք, ծերանում ենք, մահվան ենք մոտենում, բայց Սուրբ Հոգի մեր ներքին մարդուն ամեն օր նորոգում է, չէ՞ մենք ամեն օր նոր բան ենք, չէ՞ հասկանում, ամեն օր նորով ենք Տիրոջը ճանաչում, նորով ենք մոտենում Տիրոջը, նոր բան ենք հայտնաբերում մեր կյանքում։ Առաջ որ չէինք տեսնում, հիմա սկսում ենք տեսնել, առաջ որ չէինք հասկացել այս խոսքը, հիմա մենք սկսում ենք հասկանալ, եւ մեր այս ամբողջ կյանքի ընթացքում ամեն օր նորոգության միջոցով հասնում ենք հավիտենական կյանքի։ Եվ մի ասում է նաեւ ուրիշտեղ, եւ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Այսինքն, երբ որ դու նաեւ մեղք ես գործում, դու Սուրբ Հոգուն տրտմություն ես պատճառում, որովհետեւ Սուրբ Հոգին ինքը Աստված լինելով ամեն օր քեզ շրջապատում է ներկայությամբ։ Մենք նույնիսկ ինչ ենք ասում, Սուրբ Հոգով մխիթարվես, չէ՞։ Այսինքն նույնիսկ մխիթարության համար մենք Սուրբ Հոգուն ենք օգնության կանչում։ Սուրբ Հոգին է գալիս մեզ առաջնորդելու, մեր պետքերը գիտի, որտեղ Հիսուս մեր հետ չգնամ, Սուրբ Հոգին չի գա։ Եթե ես գնում եմ, ձեզ համար ուղարկում եմ նոր մխիթարիչ, որ ձեզ հետ լինի ձեր կյանքի բոլոր օրերում։ Ուրեմն Սուրբ Հոգու ներկայություն ու ներգործությունը մարդուն ամենօր հնարավորություն է տալիս այս փոփոխական աշխարհի մեջ քո ինքնությունը պահելու, սրբագրվելու, մաքրվելու եւ Տիրոջը մոտենալու համար։